Վերաքննիչ դատարանը այսօր փետրվարի 6-ին հրապարակել է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայող ու վարչատնտեսական մասի 1 աշխատակից։ Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ հաշվի առնելով arczepiskoposի վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը եւ վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։ Դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների անտարբերությունը Բաքվում Սարքովի դատավճիռների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ազգային ժողովը, անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությունում հայ ազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված դատավարություններին եւ դատավճիռներին։ Անընդունելի եւ դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված Սարքովի դատավճիռների նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր, որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։ Արցախի Հանրապետության ազգային ժողովը հայտարարում է, մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադառնալու համար եւ համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է եւ իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը, ասված է հայտարարության մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր հյուպատոս, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից եւ վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք, 2 տրանսպորտային միջոց։ Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ, պաշտոնավարումը կասեցվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է ներկայացրել ոստիկանության պաշտոնատար անձի նկատմամբ 13 քաղաքացիների անունից կեղծ 17 վարչական արձանագրություն կազմելու եւ դրանց հիմքով տուգանելուն մասնակցելու համար։ Նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանում են, մասնավորապես հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3 ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում առանց վերջիններիս մասնակցության նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն, դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ։ Ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիները տուգանվել են 50,000 դրամով։ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի առաջին մասով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան, ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ փուլերը կարող են տեղի ունենալ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մինչ այժմ ասվածի համաձայն հաջորդ հանդիպումները նախատեսված են մոտ ապագայում, հավանաբար Ամերիկայում, հայտարարել է Զելենսկին առանց ձևաչափը նշելու։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր աշխատանքային ձևաչափերին, որոնք կարող են մոտեցնել խաղաղությունը։ Վերջինս հավելել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի այնպես, որ Ռուսաստանը պարգև չստանա։ Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան եւ Կիևը, եթե համաձայնության չգա Ռուսաստանի հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԿՎՀ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Նա նշել է, որ Ռուսաստանը դեռևս ցանկանում է Ուկրաինային հնարավորություն տալ մնալ նորմալ երկիր։ Այնուամենայնիվ, Մոսկվայի յուրաքանչյուր հաջորդ բանակցային առաջարկ կարող է ավելի վատը լինել, քան նախորդը, ուստի Կիևը պետք է հնարավորինս շուտ համաձայնվի խաղաղության։ Եթե նրանք հիմա չընդունեն այս գործարքը, ապա հաջորդ առաջարկը կնշանակի, որ նրանք կկորցնեն Օդեսան եւ հնարավոր է նաեւ Կիևը, կարծում է Ջոնսոնը։ Նրա խոսքով, արևմտյան դաշնակիցների աջակցությունը չի բարելավի Կիևի իրավիճակը առաջնագծում կամ չի կանխի Ուկրաինայի ռազմական պարտությունը։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ տեսք կունենա այդ պարտությունը։
Աբու Դաբիում անցկացված երկօրյա բանակցությունները ցույց են տվել դրական դինամիկա Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հայտնում է ամերիկյան Responsible Statecraft պարբերականը։ Թվում է, թե ռուս եւ ուկրաինացի պաշտոնյաները Աբու Դաբիում անցկացված ուղիղ բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով հասել են լուրջ առաջընթացի խաղաղ համաձայնագրի ճանապարհին, նշվում է հրապարակման մեջ։ Կողմերի երկու պատվիրակությունների ղեկավարների զուսպ օպտիմիստական մեկնաբանությունները դարձել են առաջընթացի կարևոր ցուցիչ։ Նրանք բանակցությունները գնահատել են որպես բովանդակային եւ արդյունավետ, նշել է պարբերականը։ ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել իր միջուկային ներուժը եւ իրականացնել մի շարք այլ քայլեր, եթե դա պահանջվի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զինաթափման եւ միջազգային անվտանգության հարցերով Թոմաս Դինանոն։ Անվտանգության ոլորտում իրավիճակին արձագանքելու շրջանակներում ներառվում են գործող ուժերի ընդլայնումը, մեր ուժերի դիվերսիֆիկացումը, նոր գործողությունների թատերաբեմեր ընդգրկող միջուկային ուժերի ստեղծումն ու տեղակայումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մեր միջուկային զսպման հայեցակարգում փոփոխությունների կատարումը, ասել է նա Ժնևում զինաթափման հարցերով հանձնաժողովում ունեցած ելույթի ընթացքում։ Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան առաջիկա այցին եւ այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարեւորությանը։ Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։ Այցին ընդառաջ բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Թրամփն ասել է, որ այցի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը հայտարարված խաղաղության շրջանակն է, որը նպատակ ունի վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճին։ Վարդանյանի խոսքով օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման, նախաստորագրվել է շրջանակային տեքստ, որում չի խոսում ձերբակալված հայերի մասին։ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին եւ ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթություն համարելու համար եւ նշել, որ Թրամփը նախկինում անդրադարձել է հայ բանտարկյալների ճակատագրին։ Ըստ OC մեդիայի օգոստոսին Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին եւ ասել, որ հավատում է, որ Բաքուն կհամաձայնի։ Վարդանյանը կարծում է, որ սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են։ Ըստ նրա, փոխնախագահը կարող է օգնել բանտարկյալների ազատ արձակմանը տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։ Սա փոքր ջանքերով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է։ Կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն։ Հույս է հայտնել Ռուբեն Վարդանյանի որդին։ Մոսկվայում անհայտ անձը կրակել եւ ծանր վնասել է Ռուսաստանի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևին, ով զբաղեցնում է ռազմական հետախուզության բարձր պաշտոն։ Վերջինս շտաբ տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ հրազենային վնասվածքներով։ Նախնական տվյալներով պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել։ Ալեքսեևը հայտնի է մասնավոր ռազմական ընկերությունների վերահսկման իր դերով եւ Կրեմլի մոտ գտնվող օպերատիվ կառույցներում իր ղեկավարությամբ եւ անցյալում եղել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցների թիրախում։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է լուրջ կորուստներ կրել, եթե չընդունի Ռուսաստանի առաջարկած պայմանները հակամարտության կարգավորման շուրջ։ Նրա խոսքով կողմերը պետք է հասնեն համաձայնության եւ փոխզիջումների, սակայն Ռուսաստանը նրա գնահատմամբ շարունակում է որոշիչ դեր ունենալ բանակցային գործընթացում։ Վերջինս նաեւ նշել է, որ հակառակ դեպքում Ուկրաինայի համար իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Օմանում սկսվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Իրանի պատվիրակությունը ղեկավարում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատունը Իրանում իր պաշտոնական կայքում կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը, անմիջապես լքեք Իրանը, նշվում է հաղորդագրության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում գտնել անվտանգ վայր եւ ապահովել սննդամթերքով, ջրով եւ անհրաժեշտ դեղորայքով։
Հունգարիան չի աջակցի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների գործողություններին, եթե նրանք որոշեն ուղարկել իրենց զորքերը Ուկրաինա, քանի որ դա կնշանակի պատերազմի սկսում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վերջերս հնչեցրած հայտարարությունը։ Փետրվարի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Կիև կատարած այցի ընթացքում Ռյուտեն նշել էր, որ ցանկացողների կոալիցիայի զինված ուժերը կսկսեն տեղակայվել Ուկրաինայի տարածքում անմիջապես Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնություն կնքվելուց հետո։ Վերջինիս խոսքով դրանք կգործեն երկրի վրա, ծովում եւ օդում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ որպես մեծ տերության։ Դրա մասին է վկայում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության վերականգնումը։ Այս մասին Washington Post-ին հայտնել է պաշտոնաթող կոնտր-ադմիրալ Մարկ Մոնտգոմերին։ Թերթը հայտնել է, որ պաշտոնյաների խոսքով ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կվերսկսեն բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը, որը կասեցվել էր Ուկրաինայում հակամարտությունից առաջ։ Հրատարակությունը նշել է, որ սա հստակ նշան է այն բանի, որ Թրամփի վարչակազմը ձգտում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, չնայած New Start պայմանագրի ժամկետի ավարտին։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ որպես մեծ տերության, ինչպես նա փորձում է դա անել Չինաստանի հետ, որտեղ նախագահը նույնպես պահպանում է ռազմական կապեր, մեկնաբանել է Մոնտգոմերին։ Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, այսօր էլ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի առաջին մասով։ Իշխող խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած խոսքերին։ Օրեր առաջ Փաշինյանը պատասխանելով Հայկ Սարգսյանին ԿՊ նախընտրական ցուցակում չընդգրկելու մասին հարցին ասել էր. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ԿՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ԿՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, սա պետք է պարզ լինի բոլորի համար»։ Ի պատասխան վարչապետի վերաբերյալ հարցին Հայկ Սարգսյանը ասել է. Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հերրակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանեմ վարչապետի մտքերը։ Ամեն դեպքում որոշ շարժանավոր լուրերի կցանկանամ անդրադառնալ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը եւ պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե նորից եմ կրկնում իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիաներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են, ինչպես արդեն հայտարարվել է, ժողովը տեղի կունենա Ավստրիայում։ Այս մասին հայտարարել է Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը։ Հարցին մտավախություն ունեն, որ օդանավակայանում կփորձեն թույլ չտալ հոգևորականների մեկնումը եւ այդպիսով խոչընդոտել ժողովի կայացմանը, Տեր Եսային պատասխանել է, թե ոչինչ կանխատեսել չեն կարող, այս պահին կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում։ Հայտնի է, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19։
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով։ Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաև ազատությունից զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստեր եւ փաստարկներ։ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ հրադադարության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Կողմերը քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Դիեգո Գարսիա կղզու վերաբերյալ, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազան։ Նրա խոսքով բազան ռազմավարական նշանակություն ունի Հնդկական օվկիանոսում եւ կենսական է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Թրամփը ընդգծել է, որ անցած տարվա ռազմական գործողությունները հաջողությամբ են իրականացվել զորքերի ժամանակակից տեխնիկայի եւ ռազմավարական դիրքի շնորհիվ։ Նա նախազգուշացրել է, որ եթե ապագայում վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարվի կամ որևէ մեկը սպառնա բազայի գործունեությանը, ինքը իրավունք է վերապահում ամրապնդել ամերիկյան ներկայությունը եւ պահպանել ռազմական անվտանգությունը։ Թրամփը նաև շեշտել է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ ներկայությունը խաթարվի կեղծպնդումներով, շրջակա միջավայրի հետ կապված անհեթեթություններով կամ քաղաքական ճնշումներով։ Նրա խոսքով սա հիմնարար է ոչ միայն ռազմական, այլև միջազգային ուժային հավասարակշռության ապահովման համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում կալանել է օտարերկրացի անձնակազմով 2 լցանավ, կասկածելով վառելիքի տարանցման մեջ։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ 2 նավերի տախտակամածում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիոն լիտր տարանցվող վառելիք, իսկ անձնակազմի 15 օտարերկրացի անդամները տեղափոխվել են դատարան, նշվում է հաղորդագրությունում։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ լցանավերը կալանվել են Իրանի Ֆարսի կղզու մոտակայքում։ Միացյալ Նահանգները կարող է համագործակցել Ռուսաստանի հետ որոշակի ոլորտներում, որտեղ նրանց շահերը հատվում են, չնայած Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Երբ մարդիկ ասում են, դուք չեք կարող համագործակցել Պուտինի հետ, քանի որ համաձայն չեք Ուկրաինա ներխուժման հետ, նախագահը հստակ պատասխանում է. Պուտինը չպետք է ներխուժեր Ուկրաինա, մենք աշխատենք դա կանխելու համար, բայց կարող են լինել համագործակցության ոլորտներ, ասել է Վենսը։ Նրա խոսքով այս դիրքորոշումը համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մոտեցմանը, որը հիմնված է պրագմատիզմի եւ ազգային շահերի վրա։ Ամերիկացի առաջնորդը աշխարհը չի բաժանում ընկերների եւ թշնամիների, այլ աշխատում է որոշակի դաշինքների եւ շահերի հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանս 2-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կկարգավորվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Նա նշել է, որ հակամարտությունը գոյության հարց է Ուկրաինայի համար, քանի որ դա անկախության հարց է։ Վերջինս հույս է հայտնել, որ Կիևը չի պարտվի։ Պետության ղեկավարը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ես հույս ունեմ, որ խաղաղություն կհաստատվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, հավելել է Զելենսկին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր երկրին պատրաստում է պատերազմի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երբ Ֆրիդրիխ Մերցը զբաղեցրեց կանցլերի պաշտոնը, նա արեց վառ հայտարարություններ, որոնք լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Սկզբում նա հայտարարեց, որ հանել է ռազմական կարիքների համար նախատեսված ծախսերի սահմանադրական սահմանափակումները,
Այնուհետև նշեց, որ այդ ամենը անհրաժեշտ է, որպեսզի Գերմանիան կրկին, ընդգծում եմ այդ բառը, դառնա Եվրոպայի գլխավոր ռազմական ուժը, ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ կանցլերի նման հայտարարությունները լրջորեն արտացոլում են նրա մտածելակերպը եւ այն ուղղությունը, որով շարժվում են նրա մտքերը։ Լավրովը հավելել է, որ Մերցը բազմիցս կրկնել է այդ միտքը իր ելույթներում, ինչը գործնականում խոսում է Գերմանիան պատերազմի նախապատրաստման ընթացքի մասին։ Տեսնում ենք, որ Արևմուտքում պատմությունը վատ են սերտում, հատկապես Գերմանիայում, ընդգծել է ՌԴԱԳ նախարարը։ Wall Street Journal-ը հաղորդում է, որ Եվրոպան պատրաստ չէ Ռուսաստանից հնարավոր ռազմական հարձակմանը։ Վերջերս կազմակերպված ռազմական խաղի արդյունքում մոդելավորվել է Ռուսաստանի հարձակումը Լիտվայի վրա։ Մասնակցել են Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի 16 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ եւ ռազմական փորձագետներ։ Արդյունքները ցույց են տվել, որ եվրոպական կառավարությունները չունեն բավարար պատրաստվածություն նման ճգնաժամի դեմ։ Ամսագրի վերլուծաբանները ընդգծել են, այս բացահայտումը պետք է ազդի ռազմավարական ծրագրավորման եւ անվտանգային ռազմավարությունների վրա ամբողջ աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտորել է իր արարքների եւ կյանքի ուղու մասին։ Իրականում կարծում եմ, որ երևի թե պետք է դրախտ ընկնեմ, հայտարարել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ ինքը կատարյալ չէ։ ԱՄՆ նախագահի խոսքով, չնայած իր թերություններին, կարծում է, որ շատ լավ գործեր է արել մարդկանց համար։ Ես իդեալական թեկնածու չեմ, բայց շատ բարություն եմ արել իդեալական մարդկանց համար, նշել է Թրամփը։ Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, օրեր առաջ տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է վիրավորում եւ հարվածում տեղեկություն ստանալու համար։ Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել։ Թե ով է նկարել գործողությունները հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը։ Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրի եւ ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել, տեղեկությունը հայտնել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից։ Նշվում է, որ Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Շեխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Վերջինս եւս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով եւ համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ։ Ամենախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը։ Փաշինյանն էլ կարևորել է ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ միաժամանակ ընդգծել դրա համար առկա է մեծ ներուժ եւ այն իրացնելու անհրաժեշտ կամք։ Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ ԱՄՆ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի եւ ներդրումների մասին համաձայնագիրը։ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ-ում ավարտվել է վարչապետին եւ տիկնոջը Աննա Հակոբյանին Աբու Դաբի օդանավակայանից ճանապարհել է ԱՄՆ արտաքին առևտրի նախարարը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով էր գտնվում փետրվարի 4-ին Աբու Դաբիում, նա մասնակցել էր Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը, իսկ մինչ այդ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը կայցելի Ադրբեջան եւ Հայաստան Իտալիայում 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։ Նշենք, որ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի փետրվարի 6-ին։ ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով ամերիկյան պատվիրակությունը Իտալիա կայցելի փետրվարի 4-ից 7-ը պատվիրակության կազմում կլինի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։ Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին, այնուհետև կմեկնի Ադրբեջան։ Հայաստանն ու Ադրբեջանը լավ իմաստով բավական հեռու են գնացել հարաբերությունների կարգավորման գործում։ Նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Եվ նույն ժամանակ Սիմոնյանը նշել է,
եւ որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Անդրադառնալով Հապկին, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել։ Մեզ նաև անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում, դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը, նշել է Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Մոսկվան դաշնակից է եւ կարեւոր է Հայաստանի համար։ Խոսելով ԵԱՏՄ-ից ազգային ժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է դուրս գա միությունից, փոխարենը կարելի է գտնել լուծում, որից կշահեն երկու կողմն էլ։ Հայաստանի ազգային ժողովի շենքի դիմաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցույց էր կազմակերպել ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների։ Այդ ժամին ազգային ժողովում տեղի էր ունենում նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցն ու հանդիպումները։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիմելով միջազգային կառույցներին ասել է՝ խուլ եք, կույր եք, համրեք, թեև խոսքը գնում է ձեր տարածած արժեքների մասին։ Այսօր ամոթի օր է։ Ամոթի օր է ամեն օր, երբ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Ամոթ է ողջ ժողովրդին, ով հանդուրժում է այս պայծառ իր զավակների բանտարկությունը, այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի եւ արժանապատվության համար։ Մենք, այո, ամոթանք պետք է տանք նաեւ եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք։ Հայ ժողովուրդը, որն այսօր դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաև բանտերից ազատել իր լավագույն զավակներին։ Հայաստանի ազգային ժողովի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել բանտարկյալների մասին ընդդիմության հայտարարության նախագծին։ Փետրվարի 5-ին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը։ Հայտարարության նախագծում մասնավորապես նշվում է, որ այսօր Հայաստանում ավելի քան 60 քաղբանտարկյալ, նրանք ինչպես կարծում են ընդդիմությունում, ենթարկվել են քրեական հետապնդման այս կամ այն քաղաքական դրդապատճառներով։ Ընդ որում շուրջ 40 մարդ գտնվում է կամ կալանքի տակ, կամ տնային կալանքի մեջ։ Падգամավորի խոսքով Հայաստանում նկատվում է ժողովրդավարական հետընթաց եւ քաղբանտարկյալների աննախադեպ թիվը դրա վառապացույցն է։ Իր հերթին մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայն չէր այս արդարացումների եւ պնդումների հետ, դրանք անվանելով անհիմն։ Արդյունքում մշտական խորհրդարանական հանձնաժողովը բացասական արձագանք է հայտնել ընդդիմության հայտարարության նախագծի վերաբերյալ։ Եվրոպական միությունը մշտապես Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։ Ռուսաստանի հետ լինելու կամ Եվրամիության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ինչ վերաբերում է Եվրամիության մեր գործընկերներին, նրանք մշտապես Հայաստանին կանգնեցնում են ընտրության առաջ, կամ մեզ հետ, կամ նրանց, ասել է Լավրովը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, փետրվարի 7-ից 10-ը առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 13-ից 16 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։